Պարոն Մամիջանյանն ասում կայանում է Դավիթ Համբարձումյանի դատական նիստը, անցած նիստին մենք տեսանք, որ չկայացավ, ինչից էին վախենում, ինչու չներկայացավ դատախազներից մեկը նիստին եւ միգուցե այս մեծ աջակցությունից։ Գիտեք, ես անդադար փորձում եմ ինչ-որ մարզնագիտական եւ մարդկային որակները ստացված հրամանից բարձր դասելու ասպես ասեմ, վարկ տրամադրել բոլոր այն պաշտոնյաներին, որոնք այս կամ այն կերպ հապահում են Փաշինյանի հանձնարարականը կատարել։ Ես չեմ մտնի այդ դաշտը ենթադրություններ անելու թե ինչից, այստեղ հարյուրավոր մարդիկ են եւ անցած անգամ հավաքված եւ այս անգամ, բայց նույնիսկ եթե այդ մարդիկ հավաքված չլինեին, հո իրավաբանները իրանք գիտեն, չէ, ինչ են անում, տեսնում են, չէ, որ ակնհայտ ապօրինի գործընթացը, տեսնում են, չէ, որ ակնհայտ ապօրինի քաղաքական դրդապատճառներով հետապնդում է, դատավորները նույն տրամաբանության մեջ, այն մարդիկ, ովքեր այնպես են անում, որ մյուս քաղաքաբանտարկյալները լինեն անազատության մեջ, այն մարդիկ, ովքեր այնպես նրան են հասցրել, որ Սամսոնյան Նարեկը արդեն որերորդ օրն է հացադուլի մեջ է, 11-րդ չեմ սխալվում, օրն է հացադուլի մեջ է ու իր առողջությանը շատ մեծ վտանգ է սպառնում, այն մարդիկ, ովքեր այնպես են արել, որ Սամվել Կարապետյանը անազատության մեջ լինի կես տարուց ավել, Արմեն Աշոտյանը, Վազգենը Սաղաթելյանը, չթվարկեմ, իհարկե Դավիթը։ Այսքան մարդ դի հավաքվի, որ իրենք հասկանան, որ վատ բան են անում։ Դե հիմա այսքան մարդ հավաքված է, թող տեսնեն, որ վատ բան են անում։ Ենթադրություններ թե ինչի է այդպես եղել, ես եկեք չանեմ, հուսանք այսօր մարդիկ իրենց կոչմանը, իրենց մասնագիտական եւ մարդկային որակներին համապատասխան որոշում կկայացնեն։